Ասում շացիեի բաժանորդներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ։ Բարի աշխատանքային երկու շաբթի է, ձևի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, հիմա այս սենց նորմալ սովորական ապնացել եմ, մազերս լվացել, հիմա էլ ասում չեմ, որ կարողանամ հեշտ սանրեմ, ճիշտ է, չեմ հարդարելու, ճիշտն ասած ուզում էի ֆենեմ, ներկեմ, մի խոսքով այդ բաները, բայց դարսահարտային հարմար չէր, ես էլ ընդհանրապես տնից դուրս գնալ չեմ ուզում, այսօր ուզում եմ տնական հավեսով օր ունենամ, Ալեքս ջան, այ տարախ կթափի ու հուսամ ստացվի դրա համար սանքեն չանենք իրապես սպասի Ոնց է սկսել։ ոնց է ջավիր Բասով չի մեմ այս այդերովները դրելու են, ասում եմ ամեն չէ։ հետևորդները չեն կարա դրեն, որովհետև մոմը չենք թափում ասիճան։ Օպա, այս իրանք ենք թափում։ Ուրեմն այն օրը լույսերն ենք կտրել, մեր տանն էլ մարդ կար, հա, քրիստինյանք էին մեր տանը, ռոմանտիկ երեկո էլ ունեցանք ու սենց է մի ծմերուկի կճերպնել արի տնենք Չաց էր, ավոր Չէ, չացած, չի ուղղատի Բայց ես հայտևորդներ ասել եմ ասել եմ Այս երեգրա գործերը իրիկունը ուշ էր, այլ հավես չարեցի, որ աղբ թափեմ ձրքերս անցնենք կոֆեի բաժակ կոֆե խմենք բարի հետևորդներ ջան ու գիտեք չէ, մտքով 100 տեղան չեմ պարմ կենտրոնանամ, ես ովարուց ոնց տգանավորեմ որովհետև ճիշտ չի զնեմ էլի Որալանք ստեղ եմ, թողամ գնամ գիրովական, ճիշտ չի Մանավանդ, որ մի էլ երեխեքն են ստեղ Որ ամեն րոպե կարող է ուզեն անգա անխաղան Ես էլ թե մի տանը չեմ գնացել եմ գիրովական Ինքը բանացոր Իմ անդեքս, ես էլ տարվեր է բուր չեմ Ինչը Ես ամանա
3 սեղան եմ քչել ժողովուրդ, այս ամաններից 24-20 վերջ էլ իմ սպասքը, եթե սայա կա, եթե մյուսնա կա, սրանք դե արդեն չէ, որովհետև ամենօրյա են, բայց շատ հավաքույթի դեպքում, ասենք, խոսքի հանդիստ խղճով, որ մի նման սեղան ես էլի դնեմ, չես մտածում հարուր գույն լավս է կա ես այն, միգուցե ես շատ եմ մանրանում այդ հարցերի վրա, բայց թե չէ, մերնա դա, ինչ հոգոր, մերնա դիզալի սեղանին, դրանց տեղը չգիտի հա զիս չեմ զարմացել է, որ տան եմ ասում ինչևից է սիրելի հետևորդներ ջան, շատ հավեսով լավ ժամանակ անցկացրինք, մեր մար իրանք էլ իրանց գող զգացին, լավ զգացին, մենք էլ մեզ կարևորը երեխեքը խաղացին ու այն որ ավազ ունենք չէ շինարարության Թամարան ասում է քերին որ կզանգի ասես շինարարությունը պրծել ես ասի հա խաղացի իրանց մար իրանց հավեսով այդ ամենը Մացածը սաղելուց տող հարցեր է ես ինչ գիտեմ Ատեղ տոպրակ կա բերդի սեղանին ազիս հետ տար սումկա կա ատեղ քու համարա բեր էտ համարան չքանդես դու Պետք չի էլ քանդի, հա, դիրը տեղազից չէ Այս է քանդի, այդ արես էլ պրի Ինչ է Ինձ օգնի էլի խնդրում է Ես ինձ որ այլ այս Հա, չէ Ուրեմն ասաց Ալեքսիս Համ Ենքան տոտ հա, օթը չի հերիքım, ես ինձ ձևի այս եղանակը Ուսքանի հետ պատկերացնում ես խոսքի այս սիրուն քաղաքում հանքը բաց են Մի կողմից ուրախ ես, հա, աշխատատեղ, հա, ես նայում Մի կողմից էլ բոլորս էլ հասկանում ենք Ինչ կարա լինի, թեպետ և ես գիտեք միշտ խուսափել եմ այդ հարցերի մեջ թափախվելուց, բայց թե խնդիրը բոլորինս է Հա Սողջերբերը Սպասի Ալեքս ջան, թող էլի ապես, հա Մինչև էտ ուզմ էր Փուգործերը մի մտի սունքի մեջ Չեմ մտի Դե չեմ կանդում Դե համպերի Համպերի Եվ փորձանք Կենալի ջահամավա Թե ոչ Ջան ասա Այս ինչ էր որանում ես Ահան հատը լավն էր Դապը չեր Մնաց համստան Սենց բան էր
այն սիրուն է էլի գալի խոսքի։ Այս կուզնայի մի հատ է ու դա երում է։ Սա իրա մերսի ավազի շնորհքն է։ Այս մի կողմից ոնց հասկանում եմ խոտ եմ հնձում ու փակեմ էլի գլուխ չկա։ Ես վստահ եմ իմ հետ կոֆե խմողները շատ են, դրա համար էլ ասում եմ կոֆե խմողներ, եկեք, հավաքվեք։ Սովորության համաձայն միշտ ցույց եմ տվել, միշտ ասել եմ, չեմ թաքցրել, թե մենք գնանք Երևան, թե ինքը գա Ստեփանավան, իրացենք ու ուսին չտեն իրեն։ Միատեսենք։ Սկզբից սրա մեջ, հետո սրա մեջ։ Միշտ տոպրակ ա բերում Թամարան Ալեքսինը, հան։ Անայդ ջան, ես արդեն ոչ չեմ հասկանում լավ։ Ինչ է դու։ Ինքը միշտ բերում ա այն բաները, որը որ պետք է Ալեքսին, որը որ սիրում ա Ալեքսը։ Если John говорит, что я чиху сюда. Это прям марка такая. Это я пора, мам. Конечно. Если они не собирают, лавиди. Это вот ушатся, пожалуйста, если макарона. Լրիվ բարձր որակի։ Թորենի մաքուր հատիկից ստացված մակարոն։ Այսը բղինձ։ Ինչ? Բղինձ։ Բղինձ։ Այսը փրավ իմ շացրերի հետևորդներ։ Չէ, վեր, Մակար, վերգ, վերմի, վերմիշել փրավ, ադիպուտի, գրեչկա, պեչենի, Յակե պեչենի, Շատ իրեն կամ համար ու շատ իրեն անում։ Էսը կանֆետ, էսերա կանֆետ, էսեր, Այս մի տեղը թափվել է։ ոչինչ, էսեր, պեչենի, Գնա մի հատ վազ բեր, լսնենք մեջը։ Համով էր կոֆեն։ Էլի հատվածերքը, շատ չճրջորացնենք, ես է ճարդվել ա դե կարզա։ Բերում ես։ Էս ինչա։ Այս կամ բեր, հա, Ալեքս։ Սպասում։ Ոչինչ մտածեց։ Սրա համ կտենաս։ Ինձ չէ տակրկրում Ալեքս ջան, Այդ պեչենի։ Հացի, Քեզ կհետաքրքրի։ կհետաքրքրի։ Հա։ Հատե չթափես էլի, լավ։ Չէ, Տենստի բացինի վրազի։ Չէ, մրազի, ոչ վազայի մեջ է կհանեմ քիչուր։ Սենքցում, ոչինչ։ Դեպ այդ համը պես ինչ լավ է։ Այս ոնց որ կաթով է։ Նես կրիստի, այս պեչենյաները, Հրասիրվի մամ չէ։ չեմ ուզում ես Ալեքս։ Եթե դուք երեք, վայ։ Եթե իմ շացիեի բաժարոտներ, եթե դուք երեք պեչենի փորձում, ձեզ հրանուշ նինի։
Թաթովել է, ոնց որ։ Այս հենց բաներ։ Ուրեմն ուզում եմ մազերս ներկեմ, ներկտանը կար, ամեն ինչը կար։ Ուղղակի մի տեսակ նման չէ, որ մտածելով, որ երեք այդքան ծխոտվեցի, ասում եմ չէ, սրան էլ ինչ ներկել, մի հատ լվանամ, հիմա ու հետաքրքիր է նաև, որ համ զանգում եմ վարսարդային, համ ասում եմ հաստատ պարապ չի լինելու, որովհետև ամառա, սաղն էլ դրսի թյուրեր են ունենամ ու ինքն էլ բացառություն չէր։ Բայց ես դրանից չեմ ընկճվում, ոչինչ։ Այս սպիտակ մազերն էլ էլի, մեր ապրած տարիների կյանքը, մեր չարչարանքը, որտեղ մեր գեները ու էլի հլա մենք կանայքս ներկմենք որտեղ միլիռով կա, ես չգիտեմ ինչով կա կամ ուղղակի ներկ, բայց տղամարդիկ մեծամասնությունը հո չեն ներկում, ճիշտ է, կան տղամարդիկ, ովքեր իրանց տեղը տեղին հետևում են, խնամում են, ոնց պետք է, ու հենց տեից է, չէ, սիրելի հետևորդներ գալիս, որ վայ, ինչ է մեծ է երևում, ինչ էլ սենց, ինչ էլ նենց, ու սենց այս հարցի շուրջ շատ եմ էլի մտածել, ասում եմ, եթե տղամարդկանց մեծամասնությունն էլ խնամեր իրանց ոնց կանայքս, հաստատ ուրիշ խոսակցություններ մի քիչ ավելի թե քիչ կլինեին։ Այնպես որ երեք շատ հավեսով լավ օր ունեցանք, սկզբից որոշել էինք բիսեդ կնստենք, հետո մտավախությունը շատ էր, որովհետև անձրևը գալիս էր, կտրում էր, դրա համար հավաքվեցինք մեր բալկոնում, նստեցինք, մեր մատաղը կերանք, այո, մատաղը ի սկզբանե, երբ որ խոսում ես քահանաների հետ, երբ որ սկզբից եկած խոսակցություններին միշտ էլ ես տեղիք եմ տալիս ու ինչի՞ չէ, նաև տեղ կա առաջնորդվում եմ, ես գիտեմ, որ ու շատերս գիտենք, գրառումներում գրել եք, որ մատաղը բաժանում են հիվանդներին, աղքատներին և այլն, ու մեր տանն էլ, մենք էլ միշտ էլ բաժանել ենք, առանց բաժանելու չի ուտվում այդ մատաղը, բայց միևնույն ժամանակ կա վիճահարույց հարց, որ Աստծուն ուղղակի պետք է շնորհակալ լինել ու վերջ, ընդեղ թե մատաղ կանես, թե ուղղակի մտքիդ մեջ կամ բարձրաձայն կասեմ փառք քեզ Տեր ջան, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, օգնիմ բարեկամներին, օգնիմ հարազատներին, բժշկի իմ բարեկամներին, չգիտեմ, ամեն մարդ տարբեր ձևով, դրան զուգահեռ մենք էլ ենք արել, ինչի՞ չէ, ու սա այն հարցն է, իմ կարծիքով, որ չունի հստակ պատասխան, ինչա պետք ու ոնց է պետք։ Դարերի վեր եկած գործողություն ասա, սերնդեսերունդ փոխանցված, հասած մեզ։ Իսկ ինչ վերաբերվում է, որ երեխաների մոտ պարզա ոչինչ չի արվել, բացառությամբ էփելը, սիրելի հետևորդներ ջան։ Գնացել ենք պտտվել, այդ վանքը շատ էին գովում, շատ էին ասում, որ շատ սիրուն վանք է, եկեղեցի է, մատուռ է, չգիտեմ ոնց կասի։ Երբ որ ես իմացա, իրանք այդտեղ են գնում, ու մանավանդ որ Ալան էլ էր գալիս, դե հո չես նստի մենակով, թե պետք գնամ էլ իմ բարեկամներն են, որ Սամսոնը վերջը թաման իմ աչքի առաջ են մեծացել, Սամսոնի ընկերներն էլ արդեն դարել են մեզ հարազատ մարդիկ, են որ իրար տենալուց, փաթաթվել, պաչիկներ,
հարց ու փորձ, sense տնավարի նորմալ շփվում ենք, որովհետև կյանքում ճիշտը դա է, շփումից դենը ոչ մի բան սաղ սուտ է։ Չգիտեմ, գնացինք, ինչքան սիրուն է մեր բնությունը, ինչքան լավն է էլի մեր բնությունը, ժողովուրդ, ու ճիշտ են ասում մարդիկ, այս պահին ես ինձ թույլ կտամ ասեմ, որ ես էլ եմ շատ ճիշտ ասում։ Ես դա երբ զգացի ու նկատեցի, երբ որ սկսեցինք Ալեքսիս հետ պտտվել շատ, ես իմ մեջ խոստում էի դրել, ինքս ինձ խոստացել էի, ասել էի Աստված ջան, ես ինչքան դատարկ եկել եմ քո դուրը, երբ որ մայրանամ իմ երեխու ձեռը բռնած գալու եմ քո դուրը ու հնարավորինս պտտվելու եմ եկեղեցիներով ու արդեն որ Ալեքսի հետ սկսեցինք պտտվել, ճանաչել մեր Հայաստան աշխարհը, ես հենց այդ ժամանակ էլ նկատեցի, ասում եմ, ախ Աստված ջան, նայ դրսից ինչքան մարդիկ են գալիս, այն ինչքան, իսկ մենք մեր չնաշխարհիկ իմ Նայիրյան երկիրը չենք գնահատում, օրինակ գումար ունեցած դեպքում ձգտում ենք ավելի սիրուն երկրներ, ավելի ստեղ, ավելի ինտեղ, բայց մեր Հայաստանը, մեր այս փոքրիկ ու մի բուր Հայաստանում էլ որ պտտվենք, չէ, շատ տեղեր կան, որ ես դեռ չեմ գնացել, մեծ սիրով ուզում եմ գնացած եմ պտտված, ճանաչած, իմ երեխու հետ այդ եկեղեցում, իդեպ մենք երեք մոմ չէինք վառել, որովհետև ես միշտ ասել եմ, չեմ էլ ամաչում, որ սենց բարձր եմ ասում, խնդիրը նա չի, որ գնաց եկեղեցու բակ ու սենց մի 20 հատ կամ 10 հատ կամ 5 հատ մոմ առնես, այդ չի քո հավատքը, իմ հավատքը, իմ դաստիարակած երեխի հավատքը նա էր, որ երեք մտավ եկեղեցի, ես զգացի ինքը ինչ անում, ասում եմ Ալեքս ջան, այդ ինչ ես անում, ու ընտրեց ինքը եկեղեցուց Մայրամ Աստվածածնի նկարը ու սկսեց աղոթել, դա միլիոն ու միլիարդ հատ մոմ վառել էր, որ չգիտեմ, ես այդպես եմ համարում եւ առանց ամոթի էլ ասում եմ, ես դրանից չեմ ամաչում, որովհետեւ կյանքն է այդպիսին, իմ համար, իմ մտածելակերպի ու իմ տեսողության, իմ աչքերով այդ ամենին նայելու համար, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, հնարավորինս փորձեք շրջեք, տեսեք մեզնից երևի մի 15-20 կիլոմետր, կարող եմ մի քիչ ավել ասեմ, պակաս ասեմ, այնքան սիրուն ինքը տեղը մեր, այնքան, Ալեքս լավներ երեկվա եկեղեցին, ու ինչ էր, մենք նոր ճանաչեցինք, նոր գնացինք, նոր տեսանք ու այնքան եմ ուրախանում, երբ որ մեր Հայաստանում 6-րդ տարի եկեղեցին վերակառուցվել է, վերանորոգվել է ու դեռ պետքության կարիք ունի, ես ինչի բարձրաձայնեցի, սիրելի հետևորդներ, ես կարայի լուռ ու մունջ, մյուս բլոգերների, մյուս մարդկանց նման, սա քննադատություն չհամարեք, սա որոկա ես հենց եմ ասում, գնայի եկեղեցի, ուղղակի եկեղեցին ցույց տայի ու անցնեի առաջ, բայց ոչ, եթե ես նկատեցի, որ նամանավանդ այդ եկեղեցին ունի պետքության կարիք, բավանց չբարձրաձայնեմ, որովհետև ունեմ լսարան, չեմ ասում մեծ իմ համար ուրիշ հասկացություն է, ես միշտ ասել եմ, ունեմ մի այնպիսի ջերմ ընտանիք, որ կարողանում ենք մեկս մյուսին օգնենք, ես դա կրկին անգամ համոզվեցի Դանիելի ժամանակ, երբ որ մարդիկ արձագանքեցին ու արձագանքեցին այն տիպի մարդիկ, ովքեր այդ խնդրի միջով առնչվել էին, այդ էր հետաքրքիրը, ու արձագանքեցին այն ձևի մարդիկ,
ովքեր չուզեցան անգամ իրանց անունը բարձրաձայնեն, մի խոսքով։ Հիմա, այո, այդ եկեղեցին ես ոնց հասկացա ոչ նստելու այդ նստաններ ուներ, բայց հարցրեցի, տեսակ, ընդեղ տիկին Հակի, ես ոնց հասկանում եմ, եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ կինը տարիքով կին է, եթե սխալվում եմ 1000 ներողություն, ինքը նկատել էր իմ հարցերի խորությունը, զգացել էր, ես հարցրի պատարակ էլ նմա, թե չէ, ասեց իհարկե էլ նմա, պարզ է, եթե եկեղեցին ունի խորան, ունի բեմ, ուրեմն կա այդտեղ պատարակ, բայց ափսոս, որ գոնե մի 3-4 նստարան չկա։ Ափսոս, որ պետքության մեջ գրած էր խորանի վարագույր, մի խոսքով թվարկել եմ ու չէի կարող անտարբերանցնել, ուղղակի սովորական մյուս մարդկանց նման նկարահանել, որ ինչ ձևի է, ինչ տեսք ունի։ Հետո Ալլան ինձ պատմեց, որ մեր քաղաքից, այդ որ ասում է եկելի, իրանց բարեկամ, ուղղակի ես իրավունք չունեմ էլի, ովքեր ունեն քարի հանք, այն Սև Խաչքարը իրանք են նվիրաբերել եկեղեցուն, այնպես որ անձեռն ու անմասն մարդիկ չեն մնում, ով ինչքան կարեցել է, ով ոնց կարեցել է, չեմ ասում կարողացել է, այս պահին տենց եկավ բերանից այդ խոսքը։ Այնպես որ բարի լինենք, այո, եթե ես կարդում եմ պետքությունը, ուրեմն ունենք մասնակցություն, բայց այն որ դնես բարձր ասես, մեր ասելու են գովում է իրանց բարեկամներին, դե բա եթե տեղն եկավ, սիրելի հետևորդներ ջան, հիմի ասում եմ, իմացեք, մեր ազգային մշակույթը, ավանդույթները, այն ամեն ինչը, ես ուզում եմ, որ իմ երեխին էլ սովորացնում եմ, որ սրբորեն պահպանել է պետք, իրոք ոչ թե պահպանել, այդ քիչ ասեցի, հետնել, պաշտել է պետք, այ բայց անել մատաղ, չանել մատաղ, դա կոնկրետ իմ համար, ոնց ասեմ, մտածելու տեղիք տվող հարց է, որովհետև, այո, ես էլ եմ մտածում, որ կարամ ուղղակի այ հնել, ասում եմ, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, որ արթնացել եմ, որ ինձ ես ինչ հարցում օգնել ես, բայց դրան զուգահեռ ես ինքս էլ եմ արել մեր տանը մատաղ, մենք, եթե ես ասում եմ մենք, ես մի քիչ կարող է սխալ ահանջեմ, մենք։ Այնպես որ այս զրույցը երևի թե տեսանյութից հետո կտեղադրեմ, շատ լավ բաներ եք գրում, շնորհակալ եմ շատ սիրելի հետևորդներ ջան, մեր Քրիստինային էլ շատ լավ բաներ գրեցիք, նկատեցիք այո իր երեխեքի դաստիարակությունը, այդ իրանց ընտանիքից է գալիս, չէ որ երեխան տան հայելին է, դրանք հենց այնպես ասած խոսքեր չեն, որ եկել հասել են մեզ։ Հիմա մտածում եմ նաև այս ամենի մասին, որ ցույց տվեցի, Աստծուն փառք, ես ինքս էլ եմ վաստակում, ամուսինս էլ է վաստակում, փառք Աստծուն, մենք կարայինք, որ թե այս կռուպեղենը, նպարեղենը առնեինք, թե այս քաղցր-մաղցր բաները, ես ինչի ցույց տվեցի, որ, ոնց ասեմ, ոչ թե սա պարծենալու բան չի, սա ես իմ մտքում շատ ուրախանում եմ, ինչի համար, որովհետև, ոնց ասեմ, ընդունում չեմ այս հարազատ Թամարան ու հարազատի մասին կարա չէ, սենց տնավարի հոգացություն ունենա, մի պաչկա մակարոն, մի պաչկա էս, մի պաչկա են, ու այն դեպքում, որ ես իրան միշտ ասում եմ, Թամարա ջան, պետք չի, դու վերջ էլի, բայց մարդը տեսեք ինչքան ինքը խորն է մտածում ու հավատացեք այն որ իր մամայի վիրահատության վաղտ գրել էիք որ բաղ չիկը հավատացեք կյանքում կան պահեր թեկուզ իմ կյանքում որ ես
ես ինձ թույլ չեմ տա բարձրաձայն եմ ճիշտ է շատ է թվում է որ հա նայտը նստած կյանքը պատմում եւ այլն, բայց դա նորից եմ ասում իմ կյանքի մոտավոր 40%-ն օնլայն հարթակում, մնացածը որի մոնակ գուցե զարմանանք։ Ու նույնը ասենք իմ բարեկամների, նույնը Թամարայի, այն որ շատ էիք գրում, տեսակ երեք ընդամենը ես մի նախադասությունով ասեցի օպերատորը ստենան ոնց կնկարի ու ոնց իրան գովեց ամուսինը, գիտեք սրտից ոնց դուր եկավ ժողովուրդ։ Իմ համար ընտանիքը դա է, ոչինչ, թող միտեղ մի բան թափրտած լինի, ոչինչ, թող միտեղ մի քեֆի պակաս գնամ, ոչինչ, թող թեկուս մամայիս պահելու չգնամ, այս իրակոմից եմ ասում, բայց մարդը ունի կայուն նորմալ, լավ ընտանիք, ինչը որ ինձ նենց դուր եկավ, այն որ Նիկային էլ եմ իրիկունը պատմում, ասում եմ սենց, ասում է դե շատ լավ է, այդքան մի բան, այնպես որ ոնց սիրում եմ ասեմ, իրար օգնենք, որ չհոգնենք, մեկ ինձ ասում էլ եք էլի, իրանք բատուն չունեն, թող այդ ամենը իրանց տանը անեն, պատկերացրեք, մարդը մինչև այս պահը ամաչում է, որ ես իրան նկարեմ, ինչի համար, ասում է, երբ որ ես արդեն լավ կքայլեմ, նոր կուզեմ երևամ, ովքեր իրան ճանաչում էին, իրա ոտքերի կծվածքը դարել էր իքսաձև, այդ ինչն է, կյանքի վերջ էլի լավ վատ կողմերը, չարչարանքը, մարդը բոլորիս առողջությունն ա կորում գնում, իսկ քմի շատ եք հարցրել, համել ձեռի հետ ձեր հարցի պատասխանն էլ տամ, երեք Թամանն էլ ասավ, Աննա նկատում ես չէ, մամայի կեցվածքը ոնց է փոխվել, իհարկե փոխվել է, ոտքերն ուղիղ, նորմալ, ասենք ես ոնց Իրանի սկզբանե ճանաչել եմ, ինքը նորից դարել է այդ տիպի մարդ, ուղղակի դե տարիներն իր հետ կթողում են, ես որ նայում եմ ինձ 10-20 տարի առաջ ու հիմի, ես չգիտեմ ես երբ հասցրի այսքան փոխվեմ, դեֆորմացվեմ, նույնն էլ էտ է, չգիտեմ, սա չեղավորվա վլոգ, սիրելի հետևորդներ, այսօր օրը 2 շաբթի է, երևի 11-ի կողմերը կլինի արդեն, մինչև օրվա վերջ, երևի կտեղադրեմ էջում, ու այսօր էլ ինչ վլոգ, էլ արդեն հավես չկա, մի տեսակ, ոնց որ սենց սա եղավ, հարազատու մտերմիկ զրույց իմ լսարանի հետ, երբեմն այդ չպատասխանած հարցերի զրույց եղավ, նամանավանդ Թամարայի պահով, այդ ընքան հավես պահեր ունեցանք, ուրեմն երեխեքը դե ավազի կույտ ունեինք, իրանք եկել էին պատրաստված, խաղացող, խաղալ սիրող, դե 2 աղբեր, իհարկե կխաղան, բա ինչ կանեն, Ալեքսիս պես հոմենակ չէ, իրանք այն ինչ հավեսով էին խաղում, ես մտածել էի, որ գաղտնի եմ նկարահանում, Երեմը չի նկատել, ու հարցնում եմ, չի պատասխան, բա էտակ սենց արվանում եմ, ասում եմ, ես խի այս երեխեն սենց անում էլի, մեկ էր ասում, ես գիտեմ, դու ինձ նկարում ես, տեղ 10-ով սրով արեց, բայց են որ հավեսով տո խաղմել են, տո քանդմել են, տո հավաքմել են, բա երեխեն քանդել, ջարդել, հավաքելով պետքա մեծանա, կարևորը լավ մարդ մեծանա ու լիարժեք ընտանիքում, այդ իմ ամենացավոտ կողմն է, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ փորձեցի հնարավորինս ձեր հարցերի պատասխանը տալ, մանավանդ այն ընթացքում, ախամ չէի ուզում ձեր գրած գրառումները ջնջեմ, որովհետև ձեզ էլ էի հասկանում, մյուս կողմից էլ ասում էի Աստված ջան մնա, կամ Թամարան կտենա կնախանա ճիշտ ալան մի քանի բան տեսել էր, ասում էր, բախի են գրում, իրանք ինչին ա պետք է աղջիկ նուրա, ասում եմ, ալա, ոչինչ, բայմ
ես քարից եմ, ասում եմ, այնքան մարդիկ են, ամեն մարդ տարբեր է, ու հիմա ոնց որ կամանց ժամանակը այդ հարցի պատասխանը բերեց, տեղը դրեց, հուսամ ստացաք ձեր հարցերի պատասխանները, սիրելի հետևորդներ ջան, այսօր ինչ եմ անելու, լվացքս եմ անելու, վերևս ոչ թե մաքրել, այլև փայլացրել եմ, իմ ուզած ձևով, ուղղակի այդ վլոգներն էլ չեմ ժամանակ ունեցել, որ սենց դնեմ, մոնտաժեմ, տեսնեմ երբ եմ դնում, ու նույնը այսօրվանից երևի թե կսկսեմ ստեղ, եթե հյուրեր, մուրեր, տենց բաներ չլինի, բայց հիմա տեսախցիկ կսանջատեմ ու մի հատ այս հատակը տեղին լվանամ, մինչև երևի կեսօրից հետո երեխեք կգան, կզբաղվենք, էլ ինչ վլոգ, մեր համար կնստենք, կոֆե, մոֆե, մանգալ, Ալեքսիսը, իրիկունն է տանում են սատ, երեխեքով, հաճելի է, էլի սիրելի հետևորդներ, բա դրանից լավ բան կա իմ համար։ Էնպես որ իրար օգնենք, որ չհոգնենք, ոնց սիրում եմ ասել, մարդիկ ունեն իրանց կացարանը, իրանց տունը, բայց հա, սենց բաներով կատակով ասում եմ գեղի տատի տուն են եկել, ընդեղ բղինց, կրակ, տենց բասեփական տան առավելությունը էդ է, հետնել, մարդիկ ստեղել ունեն իրանց բաժինը, ինձ շատ եք հարցնում, այսքան տունը ձերն է, հավատացեք, ես չեմ էլ ուզի, որ այսքան տունը իմն լինի, ճիշտ է էլի լավից վատից ձեռ եմ գցում, մաքրում եմ, գոնե փառերը հավաքում եմ, բայց եթե այսքանն իմն լիներ, ես բզբզան մեղվի պես, առավոտից իրիկ ու սենյակ էի անելու ու կտրվեի մարդկությունից, գոհ եմ ունեցածով, շնորհակալ եմ ունեցածի համար, Աստծուն փառք, ինչն էլ չենք ունենում, ստեղծվենք, արարում ենք, մեկ կատակով ասում եմ, բան չեմ, այսքան թուքումուրը կուլ տալիս, հով լրիվ մարդիկ լավը չեն գրում, ամեն ձևի գրառում էլ լնում է, բայց ես ունեմ մի այնպիսի բարեկամների լավ բանակ, որ իրանց տված սերն ու ուշադրությունը ինձ այսենց վերև է բարձրացնում, աչքերս էլ հանգիստ բաց էլ տալիս ու թիկունքից էլ հրում, ասում Անահիտ առաջ գնա, հետ մի նայի, ոչ մի վատ բան մի նկատիր, ամեն ինչի մեջ փորձիր լավը, փնտրիր լավը ու առաջնորդվիր լավով, հենց այս խոսքերով էլ ուզում եմ ավարտեմ իմ այս անկեղծ զրույցը, Աստված վկա ուզում էի սա դարձնեի օրվա վլոգ, նորից եմ ասում չի լինելու, ձեզ ասում եմ լավ եղեք, թե երբ կտեղադրեմ վլոգը էջում, այս անկեղծ զրույցը, որովհետև համարյա թե 39 րոպե, կերևա օրվա ընթացքում բոլորիս լավ օր, իրար օգնենք, որ չհոգնենք։